Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Իրանցից արտագաղթ չի եղել, այս պահին էլ 53 տուն է կառուցվում, վստահեցրել է Տավուշի մարզպետը։ Իրանցի դպրոցում այս պահին 37 աշակերտ է սովորում, 5 երեխա էլ նախակրթարան է հաճախում։ Գյուղից արտագաղթ, եթե դուք էդ նկատի ունեք, չի եղել։ Ներգաղթ ավելացել են։ Ներգաղթ հիմա այս պահին կոնկրետ Գիրանց գյուղում 53 պետական ծրագրով, 16 միլիոնով ծրագրով տուն է կառուցվում։ Ես ձեր գործընկերներին հարցը ուղեցի, նաև ձեզ եմ ուզում ուղղեմ, մենք տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ մոտ 2-3 ամիս առաջ դուք ձեր գոլեգաների Գեղարքունիքի մարզպետի հետ, որից հետ նաև ձեզ հետ եղել Կուտայքի մարզպետը, գնացել եք Սևանի ափին խնջույքի եք մասնակցել, խնջույքը ուրախ անցել է, բայց ըստ էության երևի գինովցել եք արդեն երեկոյան եւ հնչել են կրակոցներ։ Ինչ է եղել։ Անկեղծ ասած, լավ, կներեք, այդ ասեմ, որ այդ տեղեկությունը լրիվ անհեթեթություն է։ Իրավապահները վերադասնի զեկուցել են, ես հավաստի տեղեկություն։ Ուրեմն, եթե հավաստ տեղեկություններ ունեք, ես էլ ձեզ հավաստիացնում եմ։ Դուք Երևակայի մեր քաղաքական թիմին լավ չեք ճանաչում, եթե նման դեպքեր եղել, մենք բոլորս պատժված կլինենք։ Մասիսի համայնքապետ վարչապետի խորհրդարանական ընդդիմության միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել։ Դադարեցնում է ավականու անդամի իր լիազորությունները իշխանության կեղծ իրավական եւ վարչական խարդավանքներից զերծ պահելու համար համայնքի ղեկավարի պաշտոնը։ Համբարձումյանը չի կարող թույլ տալ, որ իր բանտարկության պատճառով Մասիսին թուլանա, ռեժիմն էլ այդ պատրվակով համայնքում զավթի իշխանությունը։ Իր թիմն ասել է կիրականացնի խոստացած բոլոր ծրագրերը։ Հոսանքը էժանացնելու հնարավորություն կա, թե ոչ, Տաշիր կապիտալը շարունակում է պնդել, որ կա, ավելին ամբողջ 3 դրամով։ Այսօր այդ մասին դիմումը ընկերությունը մուտք է արել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Մեկ անգամ այս առաջարկը մերժվել է։ Պարզաբանել են, եթե անգամ հիմա էժանացնեն, հետո ավելի է թանկանալու։ Դիմումատուններն ասում են, լուրը պետք է հասցնել քաղաքացիներին, որ հանրային պահանջ ձևավորվի։ Հեծի շուրջ տեղի ունեցողը համարում են հակաիրավական, հակասահմանադրական։ Մենք այսօր ուղերձ հղում իջեցնելու սակագինը։ Իջեցրեք սակագինը, պետք է սա դառնա ֆլեշմոբ, պետք է դառնա հանրային պահանջ, որովհետև հստակ թվաբանությամբ ընթացակարգերով ապացուցում ենք, ցույց են տալիս այս մարդիկ, որ կա դրա ֆինանսական հնարավորությունը։ Մեծի տան ընկիլիկյու Արամ առաջին կաթողիկոսը նվեր է ուղարկել ազգային ժողովի նախագահին, նախորդ նվերը վարչապետ Փաշինյանին էր ուղարկել, Ալեն Սիմոնյանն էլ առիթը բաց չի թողել ու հրապարակային շնորհակալություն հայտնել։ Երեկ էլ Ալեն Սիմոնյանն Ինստագրամում սթորիներ էր տեղադրել, որտեղ դիջեյություն է անում, մեկ-մեկ էլ պարում, ահա կադրերն ու մեկնաբանությունը։ Ժամանակ շատ ունեք, դիջեյությամբ եք սկսել զբաղվել։ Չեմ սկսել զբաղվել, իմ ընկերների համար եմ նվագում, ինչ չեք զբաղվում, պարզապես հոբի։ Գիշերները կարծում եմ մնում էր գիշերները ստեղ լինեի կամ գիշերները ձեզ հարցազրույց տայի։ Էլ ինչ հարցեր կան։ Շնորհակալություն։ Հանրապետական նախկին պատգամավորի որդին իր նշանակումը Վայոց ձորի մարզպետ տարօրինակ չի համարել, ասել է նախկինում էլ մեկ այլ մարզի մարզպետ է եղել։ Զարմացել է, երբ իրեն հարցրել են կոռուպցիայի մասին։ Պարոն Արսենյան, տեսեք, ձեր նշանակումը բավականին շատ քննարկվեց, որովհետև ձեր հոր հետ կապված ասում եմ, որ ինչպես է ստացվում հանրապետական ժամանակների պատգամավորը։ Ես 4 տարի է Ջերմուկ համայնքի ղեկավարն եմ, այդ հարցը մինչև այդ ինչի՞ չեք տալիս։ Հիմա տալիս եմ, որտեղ մարդը չէ, էլի տալիս։ 32 տարեկան տղամարդ եմ, ինչ կապ ունի։ Հայացքների տարբերություն չկա, դուք համաձայն եք այն հայացքների հետ, որ նախկինում ինքը ունեցել է, այսինքն կիսել է իշխանությունը, նրանց բարքերը, դուք այդ ամեն ինչ ամեն անգամ նույն հարցն եք տալիս, այդ հարցերին պատասխան։ Համաձայն եք, որ կոռուպցիա կա նախկինում։ Մենք կոռուպցիոներ ենք, շատ նախկինում որ կա։ Համաձայն եք այդ անհամեստ հարց տամ, կոռուպցիայից ինձ եք հարց տալիս։ Որովհետև այս իշխանությունը նախկիներին համարում է թալանչի կոռուպցիոներ։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը օտարերկրյա 50 դեսպանների հետ այցելել է 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողությանն անցած հարավային շրջաններ, նրանց ցույց է տվել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շինարարության ընթացքը, երկաթուղին և ճանապարհները։ Հաջիևը կադրեր է հրապարակել և գրել. Զանգեզուրի միջանցքի կառուցումը դեպի Ադրբեջան-Հայաստան սահման մոտենում է ավարտին։ Ադրբեջանը տեղում մեծ աշխատանք է կատարում տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապեր հաստատելու համար։ Իսկ ՆԱՍԱ-ի ժամանակավոր ադմինիստրատոր Շոն Դաֆին անդրադարձել է Քիմ Քարդաշյանի հայտարարությանը, թե չի հավատում լուսնի վրա ամերիկացիների վայրեջքին։ Այո, Քիմ Քարդաշյան գրել է X-ում. մենք նախկինում եղել ենք լուսնի վրա 6 անգամ։ Ավելին, ՆԱՍԱ-ի Արտեմիս ծրագիրը վերադարձալու է Դոնալդ Թրամփի ղեկավարության օրոք։ Դաֆին ասել է, որ իրենք հաղթել են տիեզերական վերջին մրցավազքում և սա էլ կհաղթեն։ Հելովինի տոնակատարությունը Սպիտակ տանը տիկին Մելանիան շքեղ զարդարել է իրենց կեցավայրը անթիվ դդումներով և խորհրդավոր լույսերով դեկորացիաները գերել են ամերիկացիներին։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, որոշ նշաններից դատելով կարող ենք ասել, որ բարձրաստիճան հոգևորականները կարծես թե որոշել են դուրս գալ, եթե քեզ ապտակում են մյուս այ տտել դեմ տուր քրիստոնեական դիրքորոշումից եւ ինչ որ հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ անցած Կիրակի Հովհաննավանքում ֆեյք պատարագից եւ կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցին զավթելուց օրեր անց հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել այդ դեպքով, իսկ երեք մայրաթոռը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ։ Մեր տեղեկություններով մի քանի օր է պահանջվել ՀՀ-ին համոզելու համար, որ պետք է որոշ դիմադրություն ցույց տալ ու հաղորդում ներկայացնել Հովհաննավանքի ֆեյք պատարագի փաստով։ Եվ հաղորդումն Արա Զոհրաբյանը նախորդին ներկայացրել է դատախազություն։ Արա Զոհրաբյանը Կիրակնորիա պատարագից առաջ եւս մեկ հաղորդում է ներկայացրել կրոնական ծեսի անցկացմանը խոչընդոտներ ստեղծելու, ինչպես նաեւ տաճարի զավթումը կանխելու անհրաժեշտության մասին։ Պահանջել է նաեւ Ստեփան Ասատրյանին վտարել Հովհաննավանքից, որը նախատեսված է բացառապես հոգևորականների համար։ Իսկ մայրաթոռը երեք հայտարարեց, որ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են և Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Նույն աղբյուրը գրում է, կառավարության 2021-26 թվականների ծրագրի տապալման համար ամբողջ թուքումուրը փաստորեն այս օրերին ուտում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, որը ազգային ժողովի հանձնաժողովներին է ներկայացնում 2026 թվականի բյուջեն։ Ընդդիմադիրների հարցին, թե ինչպես եղավ, որ 7% տնտեսական աճի պայմաններում ոչ թոշակն է էապես ավելանում, ոչ նվազագույն աշխատավարձը ու շարունակում են երկրում 700,000 աղքատ ունենալ, նա պատասխանել է, որ խնդիրը սոցիալական ոլորտի աճն է եւ պետական պարտքի ծրագրվածից ավելի իջեցումը մինչեւ հնայի 50%-ի սահմանը եւ առհասարակ չեն կարող թոշակ բարձրացնել։ Եթե մենք կենսաթոշակն այսօր բարձրացնենք եւ հասցնենք պարենային զամբյուղին համապատասխան մակարդակի, դա կբերի ֆինանսական միջավայրի անկայունության։ Արդյունքում նույն թոշակառուները կունենան ավելի վատ կենսամակարդակ, քան այսօր, ասել է նախարարը եւ բառի բուն իմաստով ընկել կրակը։ 2 օր է համացանցում զվարճանում են նրա այս մտքի վրա։ Տնտեսագետ Հայաստան խմբակցության падգամավոր Թաթևոս Ավետիսյանը փորձում է վերցանել ֆինանսների նախարարի ասած արտառոց միտքը։ Իրենք մաքսիմում հնարավոր ծախսերն իրականացնում են, լրացուցիչ ծախսը կբերի ֆինանսական անկայունության, որի հետևանքով կունենանք բարձր գնաճ եւ ազգային արժույթի արժեզրկում։ Ու դրա հետևանքն էլ կդառնա այն, որ մարդկանց մոտ պայմանական 5-ից 10% կավելանա թոշակը, իսկ գները կավելանան 20%-ով ու ավելի քիչ ապրանք կկարողանան այդ թոշակով գնել։ Բայց ով է իրենց ասում, որ ամեն տարի պետք է չբարձրացնեին թոշակը։ Ավետիսյանն անձամբ է տարին մի քանի անգամ հարցում արել կառավարությանը, թե երբ են կատարելու իրենց խոսույթը թոշակը բարձրացնելու, բայց մշուշոտ պատասխաններ է ստացել, թե 2026-ը դեռ չի եկել։ Ժողովուրդը գրում է, նոյեմբերի 7-ին կրկին տեղի է ունենալու դատավորների ընդհանուր ժողով, որի ընթացքում ընտրվելու է էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի ոչ դատավոր անդամ։ Դատական օրենսգրքի 77-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն նույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված թեկնածուներին ներգրավելու նպատակով դատական դեպարտամենտը էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրությունից առնվազն 30 օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակում բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջները
պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունները մեկական թեկնածու կարող են առաջադրել։ Թեկնածուների կենսագրությունը եւ նրանց ներկայացրած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում։ Ու մինչ թեկնածուները պատրաստվում են դատական համակարգում սկսել են թեժ քննարկումները առ այն, որ թեկնածուների մեջ կան անձինք, որոնք դատական համակարգից գաղափար չունեն ու ոլորտին չեն տիրապետում։ Իսկ թեկնածուներից ոմանց համար էլ արդեն զանգեր են հնչում խնդրելով ախպեր ջան, մեր հարազատն է, ընտրես անցնի։ Արդյոք այս անգամ էլ դատավորները կառաջնորդվեն կլանային շահերով եւ անձնական նախապատվություններով, թե կընտրեն իրապես ոլորտային գործունեություն ծավալող եւ անաչառ մասնագետի, ցույց կտան առաջիկա ընդհանուր ժողովի ընտրության արդյունքները։ Գեղարքունյաց թեմն էլ Կիրակի նոյեմբերի 2-ին հրավիրում է աղոթքի 3 տարեկան Տիգրանի գտնվելու համար։ Ծափաթաղցի փոքրիկը 5 օր առաջ է կորել, իրավապահները տարբեր վարկածներ են քննարկում, բայց գտնել դեռ չի հաջողվում։ 2034 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության համար Սաուդյան Արաբիան 350 մետր բարձրության երկնաքերի գագաթին մարզադաշտ կկառուցի։ Նախագիծը կդառնա ոչ միայն աշխարհի առաջնության ամենաարդիական մարզադաշտերից, այլև ամբողջ մրցաշարի խորհրդանիշը։ Այն նախատեսված է 46,000 երկրպագուի համար։ Շինարարությունը կսկսվի 2027 թվականին եւ կավարտվի մինչեւ 2032 թվականը։ $20,000 եւ ձեր տան գործերով կզբաղվի տնային տնտեսվարը։ Արհեստական բանականությամբ աշխատող ահա այսպիսի ռոբոտ են մշակել Նորվեգիայի մասնագետները։ Այն հնարավոր կլինի նաեւ վարձակալել 1 ամսվա համար $500։ Եվս մի պատճառ, թե ինչու են պետք թանկարժեք ռոբոտները, այս մոդելն օրինակ կարողանում է մեքենան քաշել ձյան կամ փոսի միջից։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու։ Հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։